տեսնում ենք, թե ինչպես են իշխանությունների կողմից ատելության քարոզ արվում, տեսնում ենք, թե ինչպես են չեմ կարող ասել միտումնավոր, թե ոչ միտումնավոր, իմ տպավորությունն այնպես է, որ միտումնավոր, այնպիսի ծրագրեր մշակում, որ արցախցիները չկարողանան ոչ մի կերպ օգտվել այդ ծրագրերից եւ ստիպված լինեն այժմ իրենց երեխաներին պահելու համար արտագաղթել, թողնել հեռանալ մայր հայրենիքից։ Հայկ, Նարե, ես ուզում եմ այս համատեքստում անդրադառնանք այսօր հատկապես գեներացվող այն ատելությանը, որ կա համացանցային տիրույթում եւ պատասխանենք մի քանի այսպես թե պրիմիտիվ, բայց պատասխաններ պահանջող հարցերի, որոնք ներկայացնում են հիմնականում ֆեյքերը, ասում են Արցախցին չի կռվել, մեկ, այս սրան պատասխանեք եւ ասում են թող պահանջները ներկայացնեն իրենց իշխանություններին, ինչու չպայքարեցին, ինչու չմնացին Արցախում։ Այնպես ինչպես Արցախն է պայքարել, անցել գրեթե 1 տարվա շրջափակումով եւ հետո իր արժանապատվության մարտը տվել, ոչ միայն հայոց պատմության, այլ ընդհանրապես համաշխարհային պատմության ընթացքում շատ քիչ կարելի է հանդիպել նման դեպքերի։ 1 օրվա ընթացքում Արցախի հյուծված բլոկադայով անցած փոքրաթիվ պաշտպանության բանակը կարողացել է այնպիսի վնասներ հասցնել թշնամուն, որ նրանք մինչև այժմ խոսում են այդ վնասներից։ Մի քանի 44 օրյա պատերազմի հետ եթե համեմատեք, մի օրվա ընթացքում այն էլ ըստ պաշտոնական տվյալների Բաքուն տվել է մի քանի անգամ ավելի շատ զոհ 1 օրվա մարտերի ընթացքում։ Արցախցին ոչ միայն միջև վերջ պայքարել է իր երեխաներին զրկանքների ենթարկելով, կիսասոված պահելով, այլև այդ ամենից հետո տվել է իր արժանապատվության մարտը եւ հենց դրա համար է, որ թույլ են տվել թեկուզ բռնի տեղահանվեն, այսինքն եղել է եւ էթնիկ զտում եւ ցեղասպանություն, բայց բնական է, որ Ադրբեջանի քաղաքականությունը այնպիսին է, որ նա կցանկանար, որ ոչ մի արցախցի էլ ողջ այնտեղից դուրս չկար եւ միայն մեր հերոսների մաքարման ինքնազոհության շնորհիվ է, որ կարողացել են մարդիկ իրենց երեխաներին այդ կրակից դուրս հանել այդ պահին։ Ինչ վերաբերվում է այն բանին, որ իրավունք չունեն պահանջել Հայաստանի Հանրապետության իշխանություններից, նախ եկեք ֆիքսենք, որ այդ ամբողջ ընթացքում թե Պրահայի հայտարարությամբ, թե տարբեր հարթակներում հայտարարություն անելով եւ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով, Նիկոլ Փաշինյանը նպաստել է, որպեսզի այս ագրեսիան տեղի ունենա եւ ագրեսիայի ընթացքում նույնպես աջակցել է, ինֆորմացիոն աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին այն դեպքում, երբ ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը եւ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ Նիկոլ Փաշինյանը բնականաբար պետք է նաեւ նրանց հատկապես իր քաղաքականության հետևանքով առաջացած վնասների արդյունքում փորձի նրանց ինչ որ ձևով թեկուզ պահել մայր Հայաստանում։